Բարևում եմ բոլորից սիրելի հետևողներ ջան, աշխատանքից մի քիչ առաջ եմ տուն եկել, մի քանի գնումներ էի կատարել, այստեղ ձու եմ, ինքա ձու եմ արել, այստեղ համել եմ արել, բայց ես մի հատ մի կողմ, մածունս մեր վերա, դևան միրջել է ու ստեղ եմ, մի հատ կոֆ են գնեմ նոր էլի, Այսօր մենակ առավոտ շուտ եմ խմել, այդ որ այդ ամբուչանգը շանս տվի, օրն անցակացել ահագին, հացել չեմ կերել, ես ինչա, այս իրիկունը կարմիր բազուկ եմ էփել ստեղա, քանի որ ես մեծ ջազվայով է, ես մի կողքին պետք է այդեմ, լվացք ունեմ միացրած, պտտումը, պտտիր, կորուսել, ուզես երկը վաղացան լսել, լավ էլի, մեր գործը գոնե ինչ-որ չափով, այս դարաշրջանում հեշտացել է, ուրեմն հիմա այստեղ տեսնեմ ինչ եմ արել, սլայոննի, չեմ ուզում տանել սառնարա, մի քիչ գասենյակային ջերմաստիճանի, համողություն եմ ուզում թխել, այստեղ լավաշ, հատուկ տեխնոլոգիայով պատրաստած, նորից այստեղ, ու չեմ բացում, վերեմ ես կողմ, մի խոսքով կանաչին կմաքրեմ, այս կողմ, ուտտեմ իմ կոֆեն, այս է ձում, այս էլ չեմ տանում սարվարը, քանի որ ինձ ստեղ պետք է գալու, հիմա սիրելի հետևորդներ ջան, մածունը ասեմ, որ շատ ընտիր մերվել է, պինդ մածուն է մերվել, այսա ցույց կտամ ավելի մոտից, ընդհանրապես մածունը 2 ժամում է մերվում, այս մի քիչ ուշ մերվեց, կոֆես էլ էփեց, դե լավ է, շատ ուշադիր պետք է անեմ է սրանով, որ էփում եմ, բարակույրը հետ չեմ քաշել, եղանակը մռայլ, ձմռվա ցուրտ է, դե ձմեռ է էլի, փետրվարն է, այս մի հատ, այս կողմ մի քիչ ինքը հովանա, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, երբեմն պատահում է, որ կարմիր բազուկ եմ էփում, լվանում եմ, կրպում եմ, հետո սենց մանրացնում եմ ու էփում եմ, հենց սենց ու վայելում եմ, ջուրն էլ խմում եմ, բայց այս անգամ ջուրը ուրիշ նպատակով եմ օգտագործելու, մի խոսքով, այսա այդ գործը կանեմ, ձեր հետ միասին, դեր չեմ հանում, վերեմ ես կողմ, կոֆես եմ ուզում խմել, լվացքս էլ ոնց որ թե, պտտելը վերջացրել է, այսա կերքի, կտանեմ, կփռեմ, սպիտակ եղեն եմ դրել լվալու, մի հատ թարմանա, մածունն էլ կտանեմ սառնարան, մի խոսքով, ուզում եմ կոֆես լրության մեջ վայելել, սիրելի հետևորդներ ջան, որ գործից նոր եմ տուն գալի, այդ պահերին ուզում եմ մի քիչ լուռ մնամ, իմ թագուհին երգեց, մի խոսքով, դե լավ է, կոֆես խմեմ, հետո լվացքը կտանեմ փռելու, ու էլի ձեզ կմիանամ, էլի էստեղ, քանի որ ամենաառաջ մածունը կտանեմ, ձեզ ցույց տալուց հետո միայն ցույց տամ մածունը մի քիչ թեքեմ սենց լավ պինդ մածունը ընդհանրապես որ մերում եմ տեղից չեմ շարժում այս ուղղակի ուզեցի ձեզ
մեզ ցույց տալ ու տանելու եմ սառնարան։ Մի քանի օր կմնա սառնարանում, հետո կքամեմ։ Քամած մածուն եմ ուզում ունենալ։ Եկա լվացքս փռելու, սիրելի հետևորդներ ջան։ Շպիլկեքերի սամբյուղը ըստի պատուհանի գոգին դնեմ։ Այս թավուր սիրուն լագանը, որ լվացքիս մա օգտագործում էի, ոնց էլ աջերից վեր ընկավ ու այս գահը թռավ։ Հետ ջանիս ցավ տվուց, որ թազա էր էլի։ Ստի սիրուն աշխերով։ Այ սենց կոտրվեց։ Հա, ասմա այլածը որ կա, վեր էլա դառնում, կոտրում էլա։ Մի աթոր չբերի, որ աթորի վրա դնեմ։ Շատ անշնորհք ցուրտ է։ Այեզ է, այեզ։ Հա, բայց պետք է լվացքս փռեմ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, մեմեն իմ վիդեոյի կադրերում նկատում եք էլի, որ ստի այս բալկոնս կիսատ է, երկաթնի լեցները տված է, բայց թե բալկոնը լրիվ սարքած չի։ Մեմեն վաղտ դրանից շատ եմ նեղվում, բայց թե լա համբեր եմ էլի, աստծու հաջողությունով էտ էլ կսարքենք։ Չուզեցի տանը փռեմ, մի քիչ օրը սենց բանա էլի, քամի էլ կա այդ ցրտի հետ, ճիշտ է մինուս է տված, բայց թե չի սարցնի լվացքը։ Ուզեցի, որ դրանը փռեմ։ Սենց ստյանը սկսեմ, սենց հավաք եմ փռում, այս ծրարն է, իմ վերմակի թարսել եմ, թարսրեսի վրայա, իհատրական այս կողքը, որ ստյանը սկսեմ, ճիշտ ակուզեի, որ քանի դրանն եմ էդ մեր սիրուն սարուձորը տենակ, ստյան երևա, բայց թե որ լվացքս փռում եմ, ոնց որ թե փագում է, ստի հավասարությունը բռնեմ, շատ եմ սիրում, որ սը հենց այս ձևով եմ փռում, հետո կողքից մտիկ եմ անում, լատենամ այս բաները հավասար եմ արել, առաջ որ շատ լվացքը փռեի, երեխա շորեր, բարուրի շորեր, ռոլիկը քաշեի ու ռոլիկի վրա փռեի, շատ եմ սիրում, որ իմ անկողինը սպիտակ էլի, այն չալուչուր բաները հետ սիրում չեմ, ստի շատ եմ բռնացրել, սիրում չեմ, որ շատ կախկախնգած է ըլում էլի սենց, էտա էլավ, այս ծրարը, էսա կչարանա, մեքենա սենքան լավնա, այս բարձիր է, սաղ սիպտակ, մն էլ սիրում եմ, որ ասեղնա գործ է ձալում, այս հաստ կուրը ներքևը բռնեմ, որ շուտ ծմակի, այն որ ձալվում է էլի, բարձի վրա, բարձերս, որ բմբուլից էին, սաղ վերացրել եմ, անգամ իմ օժիտինը, ընդհանրապես աղջիկները ավելի շատ մամաների տվածին են, չէ, սենց զգուշոր են վերաբերվում, բայց ինչ տարբերություն, մաման մամայա, ու սրբությունը վերացրել եմ, հետո լրիվ սինձիպոն եմ արել, այնքան լավն է, շատ գոհ եմ, այս էլ արդեն ռոստինը, ոնց սիրում ենք ասել, մի հատ ստեղ հավասարացնեմ, որ կարենամ սիրուն փռեմ, դվուխի է, մի քիչ մեծ է,
Շատ եմ սիրում, որ անկողին էլ է լեն ու բուրը լինում ու լավ մեր հանգիստը վայելում ենք։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, Էլով այն նման սիրում սպիտակ անկողին, ասեք։ Բարև ձեզ։ Այդ մենակ քեզ ես խոսում։ Չէ, ինձ ինչ չեմ խոսում, իմ հետևորդների հետ եմ խոսում։ Բարև։ Հազարավոր հետևորդներ ունեմ։ Այդ հենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, հիշում եք մի անգամ ասի, դե մարդիկ կան, որ դեռ չգիտեն, որ վլոգեր եմ։ Հեն ասում, քեզ ու քեզ ես խոսում։ Այդ հենց բաներ։ Այս կողմից սկսեմ։ Այս եղանակից էր, թե ինչ էր։ Միձևի տրամադրությունս մի քիչ իմ նման չեմ, ես նկատում եմ։ Ասում եմ, կարող է, որ կարում չեմ բաղչում գործանեմ, դրանից հա, որ տրամադրությունս բաց չի լում։ Հա, հենց էլի, ինձ հասկացողները շատ են, շնորհակալ եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան։ Փաստորեն չեմ գժվել, ձեր հետ եմ խոսում։ Ես էլ փռեմ, հետո գնանք խոհանոց։ Լվացքս մենակ էս էր, ուրիշ լվացք չունեմ։ Այսեն սիրուն, քամին կծեծե, հետո կհվակեմ։ Այսքանը, սիրելի հետևորդներ ջան, դե գնանք խոհանոց։ Այսօր դրանը գործ չեմ անում, սիրելի հետևորդներ ջան, քանի որ իրոք շատ է ցուրտ։ Այս իմ կարալյոկի ճիրն է, ես խոնավ շորը մի հատ ստեղ կսրբեմ, ուրեմն թեխի եմ բերել, մածոմը որ տարա, այս բերի որ ցույց տամ։ Լրիվ ստեղ եմ դասավորել, ահա սիրելիներս, այս տեսքն ունի, ու սրա մեջ կպահեմ, բայց ոչ ստեղ, այլ սառնանում, քանի որ առանց սպասելու թե ինչ կկատարվի, ես գրեթե վստահ եմ, որ եթե ստեղ երկար պահեմ, դե հա, ասենք մի հատ, երկու հատ, հավեսի համար կամ կաթի հետ, կամ թեյի հետ, կամ կոֆեի հետ, ասեմ, որ 3 տարբերակով էլ կարալյոկի ճիրը անմահական հաճելի է լինում, 3 ձևով էլ փորձել եմ, դուք էլ կփորձեք ու կհամոզվեք, որ կարալյոկի ճիրը այդ 3 ըմպելիքների հետ անչափ հաճելի է, բայց եթե ստեղ մնա, դե փակ տարածք է, ինքն էլ հիմա նորից ցույց տամ, ամեն դեպքում դեռ խոնավություն ունի մեջը, փափուկ է, ահա, այսենց փափուկ է, տեսնում եք, եթե փափուկ չլինի, սենց չի սեղմվի, ու իր այս խոնավությունից ելնելով, մյուսը նույնպես, մի խոսքով բոլորը, իսկ ուտելու թենց լավն է, բայց եթե ստեղ ծածկած թողամ, հո չեմ գնալ գալու անընդհատ բացեմ, փակեմ, եւ նույնիսկ դրանից հատկապես որ խոհանոցում գոլորշին լինում է, սա կփչանա, դրա համար չուզեցի նաև որ սառցեղցիկում պահել, մտածելով որ եթե այնտեղ սառի ու ասենք հանում ենք որ ուտենք, մի հատ, երկու հատ անգամ եթե հանենք սառցեղցիկից, սպասենք որ հետ գա, գրեթե վստահ եմ, որ իր այս սպիտակ փոշին սառելուց հետ գալուց հետո կկորչի ու կունենանք արդյունքում ոչ սպիտակ փոշով կարալյոկի ճիր եւ ուտելը ոչ այնքան հաճելի կլինի, դրա համար այդ փորձարկումը չեմ անում եւ ըստ իմ սովորության նաեւ թղթե տուփում չեմ պահում, այլ առայժմ սրա մեջ կմնա,
Հետո հենց որ մի քիչ ժամանակս երեքի բանկայի մեջ եմ դասավորելու, որ կարողանամ նաև այս պղինձը օգտագործել իմ տանը։ Սա հենց հատուկ իմ մածուն մերելու համար է, եթե ուզում եմ, ասենք, ոչ քամած մածուն ուտել, մի խոսքով սա կտանեմ սառնարան, առայժմ էստեղ բայց, քանի որ գործս էստեղ շատ է, համ հատ չեմ կերել, այսօր մի պատահ անգամ ասելն ամոթ չլինի, սիրելի հետևորդներ ջան, գիտեք որ մարդը ուտելով է առողջ լինում, էներգիա ունենում, երբեմն որոշ մարդկանց դարքրում է, որ մի բան եմ սարքում, ինձ հարցնում են, մենակ ես ուտելու այդքանը, մի քիչ հարցը և տեղին է, և տեղին չի, սիրելի հետևորդներ ջան, դե ինչ անեմ, օրինակ հատկապես ես վերջի վլոգիս տակ այդ հարցը էլի ինձ եկավ, նենց է որ իմ մշտական հետևորդը ինձ հարցրեց, ուղղակի զարմանում եմ էլի, սիրելի հետևորդներ ջան, օրինակ հենց խոսքը վերաբերվում էր պիցցային, ինչ որ չեմ նեղացել էլի դրանից, ասենք պիցցան, եթե մենակ ենք ապրում, հո չենք կարող պիցցան կտորների բաժանել, նոր պիցցա սարքել, չէ, դենց էլի հավես հարցեր ինչ որտեղ, այդ հարցի տակ նաև շատ էլի դուք մոտեցել եք այդ հարցին, գրել եք, որ բա աշխատող մարդ բա պիտի ուտի բան, շատ շնորհակալ եմ, որ ինձ ճիշտ եք ընկալում, այո իհարկե, մարդը ոնց ուտի, հենց էլ կաշխատի, այս պահին ուզում եմ ուտելիք սարքել, էլի չասեք մենակ ես ուտելու այդքանը, ով ուզում է իմ սարքած լավ բաներից ինձ հետ ուտի, համեցեք, սիրելի հետևորդներ ջան, կլադով բենլիքը, էլած աբրուստա, փագոցներ ունեմ շատ կոմպոտներ ունեմ, փառք Աստծո, օջախը շենա, մի գնամ կլադովկից մի հատ կանաչ լոբի բերեմ, մենակ մարդու օրը կտրի, սենց խոսք կա ասած, բայց ես չեմ ուզում ասել, կտրի, ինչ ա եղել, փառք Աստծո, դե գնամ կանաչ լոբին բերեմ կամ գործս սկսեմ, աշնքվա փագած կանաչ լոբի առանց աղի, կամպոտ չեմ բերել, քանի որ երեկուն մի հատ 2 կիլոնոց տեղցի կամպոտ եմ բացարել ու ստեղա, այսքան ամնում, ուտողին անուշ լինի, միշտ և միշտ, աշխատողին էլ հալալ լինի, միշտ և միշտ, մի հատ ես իրար քաղցր սոկը լցնեմ ես բաժակը, հետո հատիկները կհանեմ, ես ուղղակի հանում եմ, պատրաստում եմ, մի հատ սոկ խմեմ, վերեմ ես կոմ, խոհանոցային պայմաններից հետ հարմարվում եմ ամեն կերպ, այսպես, քանի որ ստեղ էլ կիսատ գործեր ունենք, միշտ ասել եմ, ծրպեմ, մարդիկ կան, որ կանաչ լոբին, որ ուզում են տապակեն, այս ջուրը թափում են, լոբին լվանում են, էլ տակին ինչ համնում, սիրելի հետևորդներ ջան, ոչ արել եմ, ոչ էլ կանեմ։ Իսկ սլայոն մի խմորով ուզում եմ մի համով բան թխել, որը համացանցում եմ տեսել, ուզում եմ անպայման տեսել դրանից սարքել, այս կոմ։ Մեր չեմ միացնում, քանի որ պետք է սոխ մաքրեմ ու Ուրդանակը մերցնեմ, այս բարակը կարմիր սոխա, ուզում եմ ասել, որ սիրելի հետևորդներ ջան, հիմիկվանից կարակ ձեր օգտագործած սոխի կեղևները պահել, բարուրը մոտենում է գառնանզատիկի համար, ներկելու համար, այդ տեսեք, հիշեցնում եմ, սկսեք սոխի կեղևը հավաքել, մանավանդ այս կարմիր սոխի, սրանք մի քիչ դժվար են մաքրվում,
Բայց թե էսա մաքրեմ, ասեմ, որ ես ահագին հավաքած ունեմ, ինքը մաքուր է, էլ չեմ լվանում, անմիջապես ստեղ կտրում եմ, խնձորի շերտերի նման, այս սենց, խոշոր, Համեմը սրա համար էի բերել, բայց ասեմ, որ շատ լավն է ստացվում, երբ որ կամ ռեհան ենք անում, չոր, հատկապես չոր, կամ էլ սարի ուրց։ Այս պահին տատանվում եմ, չգիտեմ, համեմը որ բերել եմ սրա համար, էդ անեմ, թե էդ չոր կանաչիները, բայց կհասցնեմ, համեմն էլ կմաքրեմ, դեռ չեմ մաքրել, որ համեմ ենք անում կանաչ լոբին, ավելի յուրահատուկ համա ստանում, մի տեսակ սունկի համա գալի, ես այդ համն եմ ստանում։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում ստեղ սոխերածս թողնելու եմ կարմրի, բայց ոչ այնքան շատ։ Ստեղ կարմիր բազուկը մի քիչ հետո կհանեմ կսարքեմ։ Ու բացիչը բերել եմ։ Այս բացիչները շատ եմ հավանում, ամենուր կա, ձեզ հանդիպելիս կլինի։ Բացեմ, պատրաստեմ։ Կանաչ լոբին նաև շատ լավ է լինում սխտոր մածունով։ Տեսակ որ սրբեցի, սիրելի հետևորդներ ջան, այստեղ կարգի բերեմ, շատ եմ սիրում սրան օգտագործել, ճիշտ է ափսեն բերել, բայց ափսեն դրա համար չեմ բերել, այս արդեն դժդժում է, այս բերեմ ես մի կողմ, և համեմը արագի մեջ մաքրեմ, ուռեն ուղջյուղով են կապել, ռեզինով չի, սրանով որ կապում են, մի քիչ ջարդում է, այս հենց ուռենու վարակ ջուղը, ես էլ արագի մեջ մաքրեմ, շատ լավ նաև, ես էլ բերեմ, որ մաքրածս անմիջապես կանեմ լվալով, շատ եմ սիրում, որ առատ կանաչի ենք անում, ճաշերի վրա, այս հենց ամեն ինչի վրա առատ կանաչին, ես շատ եմ սիրում։ Սոխերածը իմ սրտի արդեն, ու լցնում եմ լոբին արդեն։ Հիշեցնեմ, որ աղ չեմ արել, սակատելու ժամանակ։ Ես ծածկում եմ, երկու հատ ձու եմ կոտրելու, արդեն նախապատրաստվեմ, ձուն լվացել եմ, կոտրելուց առաջ պարտադիր լվանում եմ։ Եթե ձու ենք կոտրում, էլ սխտոր մածունով չենք ուտում, չնայած էլի ճաշակի հարց է։ Այս էլի կհարեմ, մի հատ մի կողմ, ու քանի դեռ տեսաղցիկը իջեցրած է, ուզում եմ կարմիր բազուկը հանել ձեր հետ միասին։ Այս սենց ինքան քաղցր էր, շատ եմ սիրում, որ տաք վիճակով եմ ուտում, բայց թե սառն էլ է լավը լինում։ Այս ջուրը մի տեսեք, թե ինչքան մուգ է, տեղովը արյուն է, ոնց սիրում ենք ասել, չէ, թենց հայավարի խոսքեր կան, որ դա մենակ երևի թե մենք հայերս ենք օգտագործում այդ խոսքերը։ Всё։ Աղ
շատ չեմ արել, քանի որ ինքը քաղցր է։ Մոտեցնում եմ ես մի բղինձա, որի մեջ արդեն պատրաստել եմ դոնդողի փոշին, սիրելի հետևորդներ ջան, ահա 2 ճաշի գդալ է, մի քիչ ջրով, սենյակային ջերմաստիճանի, արագ խառնում ենք, որ ինքը այստեղ հասունանա, ու այդ բազուկի ջրով ուզում եմ սա բացել, ասենք եթե այդ ջուրը ճիշտ է օգտակար է, սննդաբանները, բժիշկները խորհուրդ են տալիս, չէ, ու երբեմն դժվարանում ենք, ձեզ էլ խորհուրդ եմ տալի, որ այս եղանակով կարողանաք ավելի հաճելի վայելել, այս արդեն թողնենք հանգստանա, և էլի մի կողմ, արդեն աղացան եմ, չելաղի հետ եթվի ու նոր ձուն, վիցետ այն կանաչին, այս լոբին մուկ գծերով լովու տեսակներ, սիրել հետևորդներ ջան, մի քիչ իրա այս ջրի մեջ եթվի, աղի հետ, ու արդեն ձուն կլցնեմ, այս ընթացքում գնացել էի հավերին կուտ տալու, Լավաչի վարվել, հավինք պտել, ձուն լցնեմ, էլի լավ հասցրի, այս թավան մի քիչ բարակ է, ճիշտ տակը իջացրել էի նոր էի գնացել, բայց թե էլի լավ հաստ է, մի անգամից կանաչին էլ լցնեմ, անուշավոր համեմը և արագ խառնել, արդեն պատրաստ է, ընտիր տեսք ունի, մի քիչ կհովանա, հետո կվայելեմ, սա, բոլորիս բայախորջակ, և սպասենք սլայոնով համողությանը, որ արդեն մի քիչ ուշ կպատրաստեմ, մի քիչ գործ ենք անեմ, ու նոր կսկսեմ։ Համելի և խառնվի։ Սիրելիներս դոնդողը լավ հասունացել է ու արդեն սենց մասերի եմ բաժանել, որ հեշտությամբ կարողանամ վերցնել այստեղից։ Չի խանգարի նաև, որ բազուկի հյութը անմիջապես այստեղ լցնեմ, որ տաքանա։ Հետս հետեք տաքանա ու կբացվի։ Մի տեսեք, թե ինչքան կարմիր է, սիրուն։ Եվ իհարկե քաղցրահամ։ Հիմա մարմանդ գրակի վրա կտաքացնեմ և կլցնեմ ձևամանը։ Այս ընթացքում թեթևակ է, այսպես կպտեմ։ Չնայած ինքը երեսին է մնում, բազմիցս փորձել եմ, գույնը շատ սիրուն է լինելու և շատ սիրուն դոնդող ենք ստանալու։ Սա կտեսնենք արդեն հաջորդ օրը։ Մոտ մի 20 րոպե կպահանջվի, որ սա հալվի, սիրելի հետևորդներ ջան, և ես զբաղվեմ սրանով։ Մի պահանջատել էի գազաճախը, որ գնամ սառնարանից և նուռը բերեմ, և ձևամանը, բոլորիդ ծանոթ, ձևամանը մի կողմ, ուզում եմ նուռը ցույց տալ, մի քանի ամիս է Արցախ ցիկում եմ պահում և այս տեսքն ունի,
Ճիշտ է թարմը նույնպես ունեմ, բայց ուզեցի փոխարինել հինը նորով։ Նաև, քանի որ ժելատինը քաղցրի հատկությունը կորցնել գիտի, ուզում եմ ավելացնել մեղր։ Բանկան ինձ եմ մոտեցրել և հիմա ուզում եմ մեկ լիքը ճաշի գդալ, հանել բանկայի մեջից։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, սա էլ մեղրը չեմ եռացնելու, այնքան որ հալվի ու կսկսեմ ձևավորել։ Համտեսնելուց հետո միգուցե մի փոքր էլ ավելացնեմ և նորից միացնեմ։ Եթե ուզենաք պատրաստել, կհիշեք, որ այս վիճակում չի կարելի եռացնել։ Օգտակար, վիտամիններով լեցուն, նաև հետաքրքիր։ Ընդհանուր տեսքը դե իհարկե ցույց կտամ։ Առաջի շերտը լցրել եմ ձևանանի մեջ և սառնարանի մեջ է, սիրելի հետևորդներ ջան, անպայման պետք է առաջի շերտը սառեցնել, ուզում եմ ցույց տալ մուրը, թե հատիկները ոնց մի քանի րոպեի ընթացքում սկսեց առանձնանալ, ահա, շատ հրաշալի պահպանվել է մի խոսքով։ Էլի մի կողմ, արդեն ջեռոցն եմ միացրել և ուզում եմ արդեն սկսել սլայոնի խմորով համոություն պատրաստել։ Խմորը մոտեցնեմ։ Այս ընթացքում սենյակի ջերմաստիճանից ինքը արդեն նորմալ վիճակի է հասել։ Կնելու ժամանակ ուշադիր եմ եղել և շատ լավն է։ Անցած անգամվա նման սեր չի հավաքած, դամաշնի ֆիրման է, սիրելիներս։ Եվ իմ արդեն այդ գործները սկսեմ։ Այստեղ որոշակի կարգավորումներ է պետք որ անեմ և սկսեմ, որ յուղաթուղթ եմ դրել, որ ավելի կոկիկ աշխատեմ։ Այսպես։ Սառաջը լավ հետ է եկել։ Հնարավորինս ուղիղ գիծ քաշել, ուզում եմ 6 հատ սարքել։ Այս վիճակով պետք է թողնենք մի քիչ հանգստանա, որ կարողանանք մի քիչ լայնացնել այս քառակուսիները։ Այստեղ քանի որ մինչև վերջ չէր գնացել, հիմա արդեն հարմար կտրեմ։ Ջեռոցի տաքությունը այստեղ է փոխանցվում և հենց այստեղ թողնում եմ որոշակի ժամանակ հանգստանա, որից հետո կբացեմ և կշարունակեմ։ Միջուկը լինելու է խնձոր, ու մեզ պետք է միայն 2 եզրը։ Մյուսն արդեն կտրել, գծեր եմ քաշել, այս մեկն էլ ձեր հետ։ Տեսնենք ինչպես կստացվի։ Հետո այսպես գծեր։ Մի հատ այս կողմից։ Անցած անգամ, որ ես խնձորով փորձեցի, շատ համով էր, շատ դուրս եկավ։ Հետո դե թերթում ենք համացանցը հանդիպումը նման բաներ։ Որոշեցի այս անգամ էլ այս տարբերակով, քանի որ արդեն գիտեմ, որ խնձորը այս խմորի հետ շատ հաճելի է լինում, դրա համար վստահ փորձում եմ։ Այսպես։ Արդեն սկսել եմ ձևավորել, սիրելի հետևորդներ ջան։ Մեր ուզած չափով բացում ենք
Հետո ձու ենք կսում, սպիտակուց և դեղնուցը միասին հարած։ Եվ խնձորն ենք դնում մեջտեղում, խնձորը քաղցրել։ Հետո այս կողմի կարծում եմ կստացվի ցանկալի արդյունքը։ Եվ այստեղ թեթևակի սեղմում ենք։ Ամենավերջում ձու ենք կսելու։ Սիրուն բողջ է դառնում։ Եվ նույն ձևով շարունակեմ այսքանը։ Արդեն վերջինն եմ զարդարում, այսենց հավաքում եմ բողջան։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ այստեղ արդեն ջեռոցի տաքությունը խփում է, խմորը թուլանում է, պետք է մի քիչ շտապեմ։ Նաև ուզում եի ասել, որ այստեղ որոշեցի այսպես սեղմել, հավաքած մնա, որ իմ բողջան ավելի սիրուն ստացվի։ Հիմա ուզում եմ ասել, որ այսպես նաև մատերով բացում եմ, ահա, սիրուն տեսք եմ հաղորդում։ Եթե ինչ-որ մի բան համացանցում տեսնում ենք, հետո ուզում ենք մենք էլ անենք, անպայման պետք է մենք էլ մեր իմպրովիզն անենք, չէ՞։ Այսպես, այս կողմերը կբացեմ, որ հետո թխվի, տեսնենք, ինչ տեսք կընդունի։ Բոլորը այդպես եմ արել, մի հատ էլ եմ ուզում վերանայել և ձեզ ցույց տալ։ Իմ փորձարկումը այսպես եմ կսում կարմրելու համար, աշխատելով չվնասել։ Եվ քնջուտ լցնեմ, այսպես, շատ սիրուն է լինելու։ Արդեն տակ չարած։ Առաջին շերտը սառել է, ու հիմա նուռ եմ լցնում։ Այսպես անմիջապես բռով։ Դեռ մի փոքր սառած է նորի հատիկները։ Որպես առաջին շերտ, ուզում եմ ավելի գեղեցիկ դասավորվի և այդպես հաջորդաբար ամեն մի շերտը դասավորելիս պետք է անպայման թողնել լավ սառչի, տեղափոխելով սառնարան, ոչ թե սառցի խցիկ։ Հիմա զգուշորեն լցնում ենք այս շելեով հյութը շատ բարակ շերտով, որից հետո արդեն հաստ շերտով եմ լցնելու։ Այս վիճակով տեղափոխում եմ սառնարան։ Զգուշորեն։ Արդեն լավ կարմրել է, սիրելի հետևորդներ ջան, և շատ իմ սրտով է, հրաշալի տեսք ունի, ախորժելի։ Ջեռոցն եմ անջատում։ Շատ ընտիր է, հոյակապ, բուրում է։ Հիմա կթողնեմ կհովանա, հետո նոր կվերցնեմ այստեղից։ Անցնում եմ հաջորդ համովությանը։ Ժելետորտի երկրորդ շերտն էլ եմ կարգավորել, ու հիմա արդեն այս համովությունը տեղափոխեմ։
Շատ իմ սրտով ստացվեց։ Արդյունքից շատ գոհ եմ, սիրելի հետևորդներ ջան։ Խորհուրդ կտամ դուք էլ փորձեք։ Ահա մոտեցնեմ։ Տակը նույնպես լավ կարմրել է։ Այսպես։ Միայն թե հովանալուց հետո պետք է կտրել ավելի հաճելի վայելելու համար։ Հետարքիր խմորեղեն ստացվեց։ Ցանկության դեպքում կարող եք շաքարի փոշից անել։ Ընտիրություն։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, այս են սիրուն տեսքա ձեռք բերել, այս արդեն 3-րդ շերտն է, որ զարդարում եմ։ Շերտե-շերտ սառեցնում եմ, սառնարանում մոտ 20 րոպե մնում է, որ պնդվի։ Հիմա շարունակեմ գործս, այսենց պտղունցով նրան հատիկները վերցնում եմ, ուսենց տարածում, սառած ժելեի հյութի վրա, որը բազուկի ջուրն է ու մեկ քթան մեղր։ Պատկերացնում եք ինչքան համեղ է լինելու, էլ չասեմ տեսքը։ Այս նույնպես խոստացել է ձեզ, որ ձեր հետ միասին ժելե տորտ պատրաստեմ, չնայած մասնիկ եմ միանում, բայց կարծում եմ պարզ է, հարցերի դեպքում կարող եք գրել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ որ մի պտղունցել քունջուտ շարել, ավելի պայծառ տեսք հաղորդելու համար։ Կենտրոնական մասն է ընկնում, իքչել այսպես եզրերին, որ երևա, մի հատ էլ այս կենտրոնական մասում, այստեղ ներսի կլոր մասից նույնպես սիրուն երևալու է։ Հենց որ առավոտը կհանեմ, մի հատ էլ վերևի մասից կցանեմ, արագի մեջ կցանեմ, որ դեռևս խոնավ լինի ու կպչի քունջութի հատիկները։ Հիմա շատ զգուշորեն այսենց լցնում եմ։ Հենց որ նկատեք, որ լյարդանում է, թեթևակի կտաքացնեք, քանի որ մինչև որ սա դնում ենք սառնարան, որ սառի, այստեղ պղնձի մեջ սկսում է լյարդանալ արդեն։ Նույնիսկ արդեն նկատելի երևում է, որ դա արդեն ինձ մոտ սկսվել է այդ պրոցեսը։ Նույն ձևով շարունակելու եմ, ավարտին հասցնեմ։ Նաև վլոգս ավարտեմ, սիրելի հետևորդներ ջան, այս սիրուն տեսարանով։ Բարի գիշեր բոլորիդ, քաղցր երազներ և քաղցր առավոտ բոլորիս։